Ողջունում եմ իմ սիրելի հետևորդներ, այսօր ապրիլի 21-ն է, այսօր կան լավ լուրեր և վատ լուրեր։ Սկսենք վատ լուրից, այսօր մահացել է ցավոք սրտի Հռոմի Պապը և նրա հենց մահվան արդյունքով, այսպես ասած, մահվան պատճառով հետաձգվել են Իտալիայի առաջնության այսօրվա կայանալիք 4 հանդիպումները՝ Պարմա, Յուվենտուս, Ջենուա, Լացիո, այնտեղ 2 անհետաքրքիր խաղ կար։ Համենայն դեպքում նրանք նույնպես հետաձգվել են։ Երեկ նաև հավելեմ Ագնես, որ Սուրբ Զատկի տոնն է, ես մոռացա ուղղակի շատ զբաղված է Ագնես, եկեղեցի է գնացել, հետո գնացի տատիկիս տուն եւ այլ հարցեր եւ ես չացրեցի ձեր համար տեսան հրապարակել բոլոր Զատիկը սրտան շնորհավորում եմ։ Իսկ մենք գիտենք, որ Զատիկը Սուրբ Հարության տոնն է, բայց մարդիկ այն ավանդույթների տեսքով անվանում են Զատիկ։ Այսօր մեր դպրոցում Զատկի տոնի կապակցությամբ եղել է պարային, ոնց ասեմ, այսպես պարել են բոլոր 7-երը եւ 6-երը։ Իհարկե ֆուտբոլը նույնպես շատ հետաքրքիր է, չգիտեմ Զատիկին հասցրել եք նայեք ֆուտբոլ թե չէ, բայց Բարսելոնան քամբեք է արել եւ շաբաթվա հետաքրքիր եւ դիտարժան հանդիպումը կարծում եմ դա է եղել եւ Բարսան ուղղակի ապտակել է Սելտային 4-3 հաշվով 1-3 հաշվով եւ Բորխա Գիլսիասը հետրիկ արեց, բայց Բարսան կազմակերպվեց եւ 4-3 ապտակեց Սելտային ուղղակի Նիվերիատնի քամբեք, ինչպես ասում են ռուսերեն։ Իսկ Ռեալ Մադրիդ Ագնես փրկեց Անչելոտին հեռացումից, եթե Ռեալ այս խաղն էլ պարտվեր եւ այդ թիմ Ատլետիկներ, ապա Անչելոտին միանգամից կերացվեր, բայց Ռեալը հրաշագործեց Վալվերդեի գոլը վերջին 90+3 րոպեին, ուղղակի թմբկահարեց։ Ինչ ասեմ, Ատլետիկի դարպասապահ եւ այնտեղ Բրայմ Դիաս ուղղակի այսպես էին արել եւ ասում են ինչպես թե այս տղան ուղղակի հրաշք, իհարկե Ռեալը կատարել է 10-ից ավել հարված եւ ընդհանրապես մտավ մեկ ես, այսպես ասած, աբզոր մատչան նայել է եւ տեսել է, որ Ռեալը ավելի արժանի էր հաղթանակի, Ատլետիկը ընդհանրապես 1 գրոհ արեց ամբողջ խաղի ընթացքում ըստ աբզոր մատչայի։ Ինտերը ձախողվեց Բոլոնիային 1-0 հաշվով պարտություն ստորագինեց եւ հիմա առաջին տեղը Ինտերն է, բայց Նապոլին արդեն հավասարվել է եւ երկուսն էլ ունեն հավասար միավորներ, եթե չեմ սխալվում 74 միավորներն են, բայց Ինտերի գնդակները ավելի շատ են եւ իրոք ես համեմատաբար ավելի շատ են, քան Նապոլիինը։ Այնպես որ Ագնես իրոքից ցավակցում եմ Հռոմի Պապին մահվան համար, նա լավ մարդ էր եւ հետեւում էր արգենտինական ֆուտբոլին։ Եվ այսօր Հռոմի Պապի պատվին հագել է Միլանի հետ կապված շոր, որը վրա գրած է Միլան եւ Միլան քաղաքի պատկերն է վրան։ Ագնես, մենք կհանդիպենք, չգիտեմ, երբ կա ապրիլի 24-ին Ագնես, իհարկե Եղեռնի օրն է եւ այդ օրը ձեր համար կարտասանեմ Սիլվա Կապուտիկյանի Քելելաուն եւ ես անպայման կասեմ որտեղով դիտեք կամ հենց ես YouTube-ի տեսալովակի մեջ կարտասանեմ այդ բանաստեղծությունը, իսկ մենք կհանդիպենք չորեքշաբթի եւ խոսենք Եղեռնի եւ այս շաբաթ կան հետաքրքիր հանդիպումներ, իհարկե դրանց մասին, իսկ շաբաթ ունենալու ենք առանձնահատուկ քննարկում Բարսելոնա Ռեալ Մադրիդ Իսպանիայի գաղթի եզրափակիչի խաղի հիման վրա։ Իսկ մենք կհանդիպենք չորեքշաբթի, չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի տեսնեք էլ ավելի հետաքրքիր վիդեոներ կապված աշխարհիկ բոլոր նորությունների մասին։